Այսօրվա մեր դասախոսության թեման է եռապետության կազմալուծումը, քաղաքացիական պատերազմը և կեսարի ռազմական դիկտատուրան։ Այս թեման բացահայտելու նպատակով ցանկանում ենք մի անգամ մի այսպես հիշեցնել, թե ինչի մասին ենք խոսել նախորդ դասախոսությունների մեջ։ Մենք խոսել ենք այն մասին, որ 60 թվականին Քրիստոսից առաջ Հռոմի 3 ամենահայտնի անձնավորությունները կազմեցին ոչ օֆիցիալ միություն, որպեսզի իրենց կամքը թելադրեն սենատական հանրապետությանը։ Եվ թեպետ սա պաշտոնական չէր, բայց այնուամենայնիվ պատմության մեջ մտել է իբրև առաջին եռապետություն, քանի որ հետագայում եղել է նաև երկրորդ, բայց օֆիցիալ պաշտոնական եռապետությունը։ Ասել ենք, որ սրա մեջ մտնում են Հուլիոս Կեսարը, Գնոյուս Պոմպեուսը և Մարկուս Կրասուսը։ Կեսարը ներկայացնում էր հռոմեական զանգվածը, Կրասուսը ներկայացնում էր հռոմեական ֆինանսիստներին և լայն առումով գործարար անձանց, իսկ Գնոյուս Պոմպեուսը ներկայացնում էր հռոմեական բանակը։ Այս երեք ուժերը միավորվեցին և որոշեցին անցկացնել իրենց քաղաքական գիծը։ Հետագայում կտեսնենք, որ թե ինչպես նրանցից յուրաքանչյուրը պատկերացնում էր Հռոմի ապագան իր գլխավորությամբ, բայց դա կլինի միայն հետագայում։ Իսկ մինչ այդ նրանք դեռևս իրենց իրական նպատակները չէին ցուցանում։ Եվ 59 թվականին օրինավոր ձևով Կեսարը 59 թվականին ընտրվեց Հռոմում կոնսուլ, իր պաշտոնակցին Բիբուլուսին շրջապակեց իր տանը և չթողեց, որ նա դուրս գա և իր կամքն արտահայտի Հռոմին հուզող հարցերի կապակցությամբ և ամեն ինչ որոշում էր ինքը։ Նախ և առաջ ասեցինք, նա օրինականացրեց Գնոյուս Պոմպեուսի բոլոր գործողությունները արևելքում և նրան տվեց շքահանդեսի իրավունք, Կրասուսի համար զիջումներ կատարեց գործարար մարդկանց և նրանց դատարանները վերականգնեց, իր համար որոշում կայացրեց, որ մի տարի պաշտոնավարությունից հետո նա կստանա Գալիան, սկզբից Ցիզալպյան Գալիան, Իտալիային մերձավոր Գալիան, իսկ ապա նաև մնացած հատվածներում ռազմական գործողություններ ծավալելու համար։ Եվ այսպես կողմերը հանգստացան, եկան և իրենց գործողությունները սկսեցին ծավալել։ Բայց երկու անդամները այս եռապետության այնքան էլ գոհ չէին այս արդյունքներից՝ Կրասուսը և Գնոյուս Պոմպեուսը։ Գնոյուս Պոմպեուսը ստացել էր 57 թվականից հացի մատակարարման գործը Հռոմում, իսկ դա չափազանց կարևոր պաշտոն էր, քանի որ հացը գալիս էր Եգիպտոսից, և ճանապարհին ծովահենները անընդհատ խոչընդոտներ էին հարուցում, և նա լուծեց այս խնդիրը։ Եվ երկրորդ, նրան ի կնություն Կեսարը տվել էր իր մանկամարդ դստերը, արտակարգ խելոք կազմակերպված հեռատես, թեպետ երիտասարդ կին էր։ Այսպես շարունակվեց, 56 թվականին զգացվեց, որ հակասությունները սկսել են երևալ եռապետների միջև, և նրանք մի անգամ էլ հանդիպեցին, այս անգամ թարմացրեցին։ Որոշեցին, որ 55 թվականին Պոմպեոսը և Կրասուսը համատեղ կոնսուլ կընտրվեն, դրանից հետո Կրասուսը կգնա արևելք և մեծ հակապարթևական, ավելի ճիշտ, արշավանք կձեռնարկի, անգամ միտքը գնում էր ընդհուպ մինչև Հնդկաստան և օվկիանոս։ Իսկ Պոմպեոսը կմնա Հռոմում և իր հանձնակատարների ձեռամբ նա կառավարում էր Իսպանիան, որը համարում էր իր բազային, հիմնային
պրովինցիան, այստեղ նա ուներ մեծ խարիզմա, մենք դրա մասին արդեն խոսել ենք, 55 թվականը անցավ, առանց որևէ տեղաշարժի, կողմերից ոչ ոք քայլ չարեց որևէ բան ձեռնարկելու, իսկ Կեսարը այս համաձայնությամբ Եվս 5 տարով ստացավ Գալիա պրովինցիան եւ առաջիկա 5 տարիների ընթացքում նա պետք է հասներ մինչեւ Լամանշ, այս ամբողջ տարածքները, ապագա Ֆրանսիայի ամբողջ տարածքը Գալիան պետք է նվաճեր եւ անգամ պետք է ափ իջներ Ալբիոնում, Մեծ Բրիտանիայի Մերարդի։ Բայց հակասությունները մնում էին հակասություն։ Կրասոսը երբ հեռանում էր արևելքի ժողովրդական տրիբուններից մեկը ասեց. «Իզուր տեղն ես գնում բարթևների դեմ պատերազմի, նրանք մեր դեմ ոչինչ չեն արել, պահել են իբրև իրենց բարեկամ, բայց եթե գնալու ես մեկի հետ չես վերադառնալու»։ Կարծես կուշակել էր։ Կրասոսը գնաց 54 թվականին արևելք, 53 թվականին կազմակերպեց իր բարթևական արշավանքը, որի մանրամասների մասին մենք առանձին դասախոսությամբ կխոսենք եւ կանդրադառնանք մեծ հայքի եւ Ռոմի հարաբերություններին։ Եվ այստեղ Հյուսեյն միջագետքում, այս տափաստաններում, ավազուտ տափաստաններում Խարան քաղաքի մոտ նա շրջափակվեց եւ նրա բանակը համարյա թե ամբողջովին կոտորվեց Արարելի բանակից, համարյա ոչինչ չմնաց, իսկ նրա գլուխը ուղարկեցին Արտաշատ, որտեղ տոնվում էին Բարթև արքայազնի եւ հայոց արքայի դստեր հարսանիքը։ Դրան է մասին էլ մենք կանդրադառնանք ավելի մանրամասն մեր ապագա դասախոսությունում։ Եվ պատմության հարթակին մնացին երկու անձինք՝ Կեսարը, Հուլիոս Կեսարը, որ դեռևս շարունակում էր մնալ Գալիայում մի կողմից եւ մյուս կողմից Գնայոս Պոմպեուսը։ Իր երիտասարդ կնոջ կենդանության ժամանակ դեռևս նրանք Հռոմի ալբանական բլուրների տարածքում կառուցել էին իրենց դղյակը, շքեղ դղյակը։ Եվ այստեղ հրավիրում էին բանաստեղծների, փիլիսոփաների, թատերերգարների, հրավիրում էին նաև սենատորների, պետական ականավոր գործիչների, ասել ենք, որ սենատը երբեմն այստեղ էր անցկացնում իր նիստերը, եւ աստիճանաբար ձևավորվել էր ինչ-որ մի համաձայնություն սենատի եւ Պոմպեուսի միջև։ Բայց Հռոմում շարունակում էր Կլոդիուսը, ամբոխի առաջնորդը, Հռոմում շարունակում էր հոսել գալլական ոսկին Կեսարի, որոնք ուզում էին Հռոմում անընդհատ անկայունություն ստեղծել։ Շուտով այս խաղի մեջ ներգրավեց նաև Գնայոս Պոմպեուսը, նա սկսեց ֆինանսավորել Միլոնի ռազմական ջոկատներին եւ Հռոմը դարձավ այս երկու ջոկատների բախման թատերաբեմ, բոլորը Հռոմում վախեցած էին, տերորի էին ենթարկվում, սպանություններ, որոնց կազմակերպիչները հայտնի էին, բայց չէին ձերբակալվում, եւ թե Պոմպեուսը եւ թե Կեսարը թեպետ չէին արտահայտվում, բայց մտածում էին, որքան վատ, այնքան լավ, որքան վատ, այնքան լավ։ Բանը հասավ նրան, որ այս բախումների մեկի ժամանակ Կլոդիուսը ամբոխի այս ղեկավարը սպանվեց եւ նրա կողմնակիցները նրա դիակը բերեցին Հռոմ, այրեցին սենատական կուրիան, նրան շքեղ թաղում կազմակերպեցին, էմոցիաների մի ամբողջ ալիք ծփած Հռոմում, նրանք չթողեցին, որպեսզի 52 թվականի, 53 թվականի աշնանը տեղի ունեցող ընտրություններում պաշտոնյաներ ընտրվեն Հռոմում։ Եվ 52 թվականում Հռոմը եկավ, ոտք դրեց այս նոր տարին առանց պաշտոնյաների։ Այսպիսի բան երբևէ չէր եղել։ Կլոդիուսն էլ սպանվել էր։ Միլոնին էլ դուրս էին արել,
քաղաքից։ Ինչ անել։ Կեսարական ոսկին էլի գալիս էր, բայց առանց Կլոդիուսի մեկ է։ Այդտեղ կային մարդիկ, որոնք շարունակում էին նույն քաղաքականությունը։ Սենատական ընտրանու ղեկավարները կարկամել էին։ Եվ այդ ժամանակ Պոմպեոսի ամենախոհուն, ամենախոր հակառակորդը, ամենաերթվյալ հակառակորդը Կատոն կրտսերը եկավ սենատ եւ ասեց, որ ուրիշ ելք չունենք։ Պետք է ապավինենք Գնեուս Պոմպեոսին։ Նրանք դիմեցին Գնեուս Պոմպեոսին, ասեցին դարձիր դիկտատոր, ինչպես կային սենատական եւ հանրապետական առօրյայում, երբ հանրապետությունը կանգնում էր ծանր իրադրությունների առաջ, մի որևէ ականավոր պետական գործի տալիս էին այդպիսի արտակարգ լիազորություններ միայն 6 ամիս ժամանակով։ Պոմպեոսը չհամաձայնեց դրան, նա ավելին էր ուզում։ Երբ որ իր կարծիքը կամաց հարցրին, ասեց կոնսուլ սինե կոլեգիա, կոնսուլ առանց պաշտոնակցի։ Սենատորները, սենատական օլիգարխիայի ղեկավարները գիտեին, որ սա սահմանադրության խախտում է, այն էլ կոպիտ խախտում է, բայց ուրիշ ելք չունեին։ Քաղաքը քաոսի մեջ էր, շուկայական աղրերի գներ, դժգոհություններ, կաշառք, սպանություններ։ Եվ սենատական օլիգարխեն համաձայնեց, որպեսզի Պոմպեոսը լինի առաջին եւ վերջին անգամ Հռոմի պատմության մեջ հռոմեական սահմանադրության այսպիսի խախտումով լինի կոնսուլ առանց պաշտոնակցի։ Եվ նա եկավ շատ արագ, իր զինվորներին կանչեց Հռոմ, բոլոր տեսակի ջոկատները ջարդեց դուրս քշեց Հռոմից եւ Իտալիայից, կազմակերպեց Հռոմի մատակարարումը, գները միանգամից իջավ, բարեկեցությունը լավացավ, լավետեսությունը ավելացավ, ճանապարհորդական երթևեկը լավացավ, ծովային երթևեկը լավացավ, ամեն մեկը կատարում էր իր դերը, նա ընտրեց պետական բոլոր պաշտոնյաներին եւ նրանք նրա ձեռքի ներքո աշխատում էին անխաթար։ Եվ տարին վերջացավ։ Պոմպեոսը անընդհատ սպասում էր, թե սենատը իրեն կառաջարկի այս մեկ կոնսուլի պաշտոնի այս կերպափոխությունը դարձնենք արդեն սահմանադրական ակտ իր հանձինս իրեն, իր գլխավորությամբ, բայց սենատը արդեն վախ չուներ, օրերը խաղաղվել էին, Եվ նրանք էլի սկսեցին իրենց էգոիստական, այսպես շայրից խոսել եւ ոչինչ չասեցին Պոմպեոսին։ Պոմպեոսն իբր օրինավոր քաղաքացի իր գերագույն պաշտոնը կատարելուց հետո եկավ հաշվետվություն ներկայացավ եւ ասաց. «Էգի քվոտ պոտոյի» արեցի ինչ կարող էի, ինչպես միշտ ասում էին հռոմեական կոնսուլները իրենց պաշտոնավորությունից հետո։ Եվ իր լիազորությունները վայր դրեց եւ հեռացավ։ Սկսվեց 51 թվականը։ Ասենք, որ դրանից առաջ նա բոլոր պաշտոնները ընտրել էր, ընտրությունները կազմակերպել էր Հռոմում, ինչպես պահանջվում է, եւ նոր հեռացավ։ Եվ սկսվեց 51 թվականը։ 51 թվական, նորից լի քաոսով, նորից լի ներքին բախումներով, նորից լի սպանություններով, նորից լի կաշառքով, այո, ստախոսությամբ, քծնանքով։ Եվ սա ցույց էր տալիս, որ իսկապես հռոմեական սենատական վերնախավը ոչինչ այլևս չունի ասելու այս հասարակությանը։
Մնացիների թատերաբեմում երկու հիմնական գործիչները Հուլիոս Կեսարը, որ այդ ժամանակ գտնվում էր Գալիայում, եւ Գնուս Պոմպեոսը, որ այդ ժամանակ գտնվում էր Հռոմում եւ իր հանձնակատարների ձեռամբ կառավարում էր Իսպանիա պրովինցիայի, ու այնտեղ էլ գտնվում էին իր լեգիոնները։ Այս երկուսի միջև սկսեց լուր մրցակցություն։ Կեսարը ուզում էր, որ իրեն ընտրեն կոնսուլ, բայց in absentu իր բացակայությամբ։ Եվ այստեղ այս պլանի առաջադրմամբ նա իր հանձնակատարներին իմասնավորի Մարկուս Անտոնիոսի անընդհատ ուղարկում էր Հռոմ։ Սրանք անդադ գալիս էին աշխարհաժողով եւ անընդհատ գալիս էին ծերակույտ Հռոմեական սենատ այս առաջարկով, բայց նրանք ասում էին, որ գիտեք ինչ, սա սենատական հանրապետության սահմանադրության կոպիտ խախտում է։ Նրանք էլ ասում են, բա ինչու խախտեցիք Գնուս Պոմպեոսի կապակցությամբ, նրանք ասեցին չխախտեցինք, մենք նրան ասել էինք կլինես հանրապետական դիկտատոր, եւ նա էլ իրեն պահեց հենց այդպես էլ։ Եվ այսպես Կեսարի ներկայացուցիչները գնում գալիս էին եւ պետությունը ընկղմում էր անընդհատ քաոսի մեջ։ Ինչ ելք պետք է գտնել այստեղից։ Կեսարի այդ հնգամյա ժամանակաշրջանը լրանում էր 50 թվականի վերջին։ 49 թվականը մինչև հունվարի 10-ը։ Նրա վերջին ժամկետն էր այդ պաշտոնում։ Ինչ անել։ 51 թվականին ինչքան տարօրինակը մի դեպք կատարվեց, որի վրա քչերը միայն ինտելեկտուալ զանգվածը Հռոմի ուշադրություն դարձրեց։ Ցիցերոնը ավարտեց եւ հասարակությանը ներկայացրեց իր հանրապետություն երկախոսությունը, որի մեջ մանրամասն քննում էր պետության, արդարության, պետական կառավարման ձևերի, անհատի պետության, անհատի հասարակության, անհատի կրթության, բարոյական արժեքների պետության եւ այլ հարաբերությունները։ Եվ նա եկել էր այն համոզման, ինչպես իր երկու նամակներում, որոնց մասին մենք խոսել ենք, որ միակ փրկությունը խոշոր անհատականության եւ սենատական հանրապետության համադրելության մեջ է։ Մի շտրիխ էլ ավելացնենք ասացին։ Պոմպեոսը եղել էր կոնսուլ 52 թվականին վերջին անգամ։ Այո, եւ նրա ժամանակը պրոկոնսուլական իշխանության հնգամյա ժամանակը վերջանում էր 48 թվականին։ Որ Կեսարին վերջանում էր 49 թվականի հունվարի 10-ին, Պոմպեոսինը 48 թվականի հունվարի 10-ին։ Ուրեմն մի ամբողջ տարի Կեսարի հաշվարկն այսպես էր, Պոմպեոսը կլինի իշխանությամբ, իսկ ինքը չի լինի իշխանությամբ։ Այս քննարկումները, երբ որ նա առաջարկում էր իրեն ընտրել կոնսուլ առանց իր ներկայության, ցույց տվեցին, որ Հռոմում շատ մեծ օպոզիցիա կա Կեսարի նկատմամբ։ Եվ Կեսարը խիստ տարակուսում էր, եթե ինքը, ինչպես ժամանակին Պոմպեոսը, առանց զորքի, առանց զենքի գա Հռոմ, ինչպես կդասավորվի իր ապագա կենսագրությունը։ Արդյոք իր հետ հաշվի արդար չեն տեսնի ամենայն հավանականությամբ, այսպես էր մտածում Կեսարը։ Եվ նա իր լեգիոններով եկել եւ կանգնել էր հատկապես 13-րդ Ֆուլմինատա, այդ լեգիոնով եկել կանգնել էր Ռուբիկոն գետի ափին։ Արդեն քանիցս ասել ենք, որ Ռուբիկոն գետը սահմանն էր Հռոմեական հանրապետության եւ Ցիզալպյան Գալիայի, այսինքն պրովինցիայի։ Ոչ ոք ըստ
Սենատական հանրապետության սահմանադրության զորքով իրավունք չուներ անցնելու հանրապետության տարածք։ Մի անգամ էր արել այդ բանը, արվել այդ բանը առումում, այն էլ արել էր Սուլլան, Լուցիուս Կորնելիուս Սուլլան, որը եկել հետագայում եւ հաստատել էր ռազմական դիկտատուրա։ Գնոս Պոմպեոսը խիստ համոզված որ Կեսարը այդ քայլին չի գնա։ Որ Կեսարի աչքի առաջ է, որ ի հայտ է եկել այն փաստը, որ զորքով Հռոմի դեմ գնալը փակուղային է։ Ուստի ինքը շատ հանգիստ էր, ոմանք ասում են։ Զորքը գտնվում էր Իսպանիայում, ինքը գտնվում էր Իտալիայում, Հռոմ քաղաքում։ Եվ Կեսարը երկար խորհում էր, ինչ անել։ Անզեն գնալ Հռոմ եւ ենթարկվել էքզեկուցիայի, թե զորքով գնալ Հռոմի դեմ, երկուսն էլ փակուղային են, նա գիտեր դա։ Բայց վերջին րոպեին որոշեց ալեա յակտա est, վիճակը գծված է։ Եվ վերցնելով իր բանակը, նա շրջվեց Հռոմի դեմ։ Սուլայի փորձը կրկնելով, այսպես սկսվեց քաղաքացիական պատերազմը Հռոմում, որը պետք է տևեր 49 թվականից մինչև 46 թվականը Քրիստոսից առաջ։ 49 թվականին, երբ որ նա մոտեցավ Հռոմին, Պոմպեոսը թողել եւ հեռացել էր։ Գնացել էր Հունաստան։ Իր լեգիոնները Իսպանիայում էին։ Ինքը գնացել էր այնտեղ, Հունաստան, եւ կարծում էր, որ եթե ընդհարում պետք է լինի, թող լինի ոչ Իտալիայի տարածքում։ Էլի նեչեր խախտում Իտալիայի ապառազմականացման այդ օրինական ստատուսը։ Կեսարն եկավ, իր հակառակորդները, հանրապետականները չկարողացան որևէ դիմադրություն կազմակերպել։ Զորքել չկար Իտալիայում։ Նրա հակառակորդների մեծ մասը թողել եւ փախել էին։ Մի քանիսին նա նկատմամբ նա կիրառեց պատիժ, ռազմական ուժ, բայց ընդհանուր առմամբ հարցը սև ցուցակների չհասավ, ինչպես դա եղել էր Սուլայի ժամանակ։ Պրոսկրիպցիաներ չեղան։ Գնահատելով իրադրությունը, Կեսարը գիտեր, որ ընդհարում Պոմպեոսի հետ անպայման պետք է լինի։ Եվ այստեղ այն իր արտահայտությունը, որ հեղինակները դնում են նրա շուրթերին, Vicidum sine exercitu, deinde vicam exercitum sine duce. Հաղթեցի զորավարին առանց զորքի, հետո կհաղթեմ զորքին առանց զորավարի։ Կարծես թե այս բանաձևի մեջ դրված էր ապագա գործողությունների ամբողջ ծրագիրը։ Հենց այդպես էլ ընթացավ այս քաղաքացիական պատերազմը։ 48 թվականին Կեսարը առաջին անգամ իրեն հռչակեց դիկտատոր։ Բայց ամեն կերպ ուզում էր ապացուցել, ցույց տալ իր շրջապատին, որ սա հանրապետական է։ Բայց ոչ ոք չէր համոզվում, քանի որ զորքով մտել ես Հռոմ եւ զորքով, պարտադրում ես քո կամքը, ինչքան էլ հանրապետական, այսպես ասույթներով ծածկես քո այս գործողությունը։ Մեկը ոչինչ եւ ոչինչ չի փոխվում։ Ամեն ինչ մնում է նույնը։ Սա ռազմական դիկտատուրա էր։ Հետևել քայլը պետք է լիներ արդեն
քաղաքացիական պատերազմի ընթացքը, որի ժամանակ մենք հետագայում կխոսենք այդ մասին, թե ինչպես աստիճանաբար ձևավորվեց Կեսարի պաշտամունքը եւ բացարձակ իշխանությունը։ Կանգ առնենք այստեղ։